Մենք անհատներ ենք, բայց ուժ ենք միասին, եթե վստահում ենք իրար ու համագործակցում ենք։ Ողջույն։ Մարդն ընդդեմ համակարգի իմ հաղորդման 3-րդ թողարկումն է այսօր։ Հանրային վստահության ինստիտուտները կայանում են ուժեղ անհատների միջոցով, եթե ձևակերպում են ճիշտ նպատակներ եւ համախմբվում են այդ նպատակների շուրջ։ Ես սկսել եմ այս հաղորդաշարը անտիֆեյքետ, որովհետև ցանկացել եմ լայնորեն լուսաբանվող խնդիրներից դուրս գալ եւ կենտրոնանալ անհատների խնդիրների վրա, սոցիալական խնդիրների, իսկ դրանք շատ են, բազմափնույթ եւ կեղեքող։ Մեր ամենօրյա սոցիալական բունտերի լուսաբանումների արանքում ստվերվում են անհատների խնդիրներ, որոնք կործանարար են իրենց առօրյայի համար, կործանարար են իրենց ճակատագրի համար։ Մարդկանց կյանքը փոխվում է ամբողջովին, որովհետև չկա ուշադրություն։ Հենց այդ ուշադրությունից դուրս մնացած թեմաներն են լինելու մեր դիտակետում։ Դրանք մեկ առ մեկ փոքր են թվում, աննկատ, բայց դրանք միասին դառնում են ինստիտուցիոնալ խորացող պրոբլեմ։ Այսօրվա մեր թեման կիբերհանցագործություններն են։ Կիբեր սպառնալիքները, զեղծարարությունները եւ դրամաշորթումները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Մարդը կարող է մի անզգույշ հպումով, հեռախոսի հպումով կորցնել իր ամբողջ ունեցվածքը, կորցնել իր պահուստը, փոխել իր եւ ընտանիքի ճակատագիրը ամբողջովին։ Իսկ ինչ անել պաշտպանված լինելու համար։ Այսօրվա իմ հյուրը Անահիսն է Սարդարյան։ Նա հայտնի է ձեզ բարեգործական ծրագրերի համակարգմամբ, իսկ երիտասարդության շրջանում հայտնի է որպես գեղեցկուհի բլոգեր։ Կզարմանաք, բայց նույնիսկ Անահիսի պես, այսպես ժամանակակից մարդը համարյա մի կերպ է խուսափել զեղծարարությունից, օրեր առաջ իրեն այսպես փոխանցել են էլեկտրոնային ճանապարհով, որ վարորդական իրավունքի խախտումներ ունի, ճվող խախտումներ, ինչպես ասում են, եւ այս վարորդական իրավունքի խախտման գումարը փոխանցելու պահին հանկարծ նկատել է, որ զեղծարարության զոհ է դառնում, իսկ մանրամասները կզրուցենք հյուրի հետ։ Ինչպես Սեյրան Սարոյանը կասեր, դու այդքան գրագետ մարդ, մեդիա գրագետ մարդ, ոնց դարձար զոհ զեղծարարության։ Կամ ոնց կարողացար փրկվել Անահիս ջան։ Փրկվելը չես կարող ասես փրկվել եմ թե չէ, որովհետև հնարավոր է մինչ այդ մուծել է։ Այո, եթե օրինակի համար գումար չի գանձվել քարտիցս, դա դեռ չի նշանակում, որ օրինակ հեռախոսից մեջ հիմա ինչ որ մարդիկ նստած ինչ որ ինչ ուզեն, ամեն ինչ չեն ուզում ու չեն անում։ Ինչ եմ դա ասում, որովհետև շատ եմ լսել էլի կողքից կարծիքներ, որ եթե տենց լինքեր ա գալի ոչ միայն զեղծարարներ են, այլ նաև ինչ որ ուզում են հեռախոսը կոտրեն եւ այսինքն ազգային անվտանգության ծառայությունից չեմ կարող ասեմ ջանիկներ, ով է իմ հեռախոսի մեջ։ Չի բացառվում, որովհետև նույն ազգային անվտանգության ծառայությունը կուզենար օրինակ հանրային ակտիվ գործունեություն ծավալող այն էլ քո պես մարդկանց, ովքեր հազվադեպ ընդդիմադիր բլոգերներից են, երևի կուզենար, բայց ստորիները նայեն Սյուզ, ինձ թվում է ամենայն անկեղծ ամենքան թափանցի կա իմ մոտ, որ sense կարելի է։ Ընդհանուր առմամբ մենք երբեք չենք թաքցնում մեր մտածողության ձևը, մեր վարքագիծը, բայց ինչպես պատահեց, խնդրում եմ մենք մեր հետևորդներին տեղեկացնենք այդ մանրամասները, որպեսզի սա լինի նաև դաս, զգոն լինեն։ Իդեպ մեր փորձագետը, որը քեզնից հետո պիտի կոմենտի մեր հաղորդումը եւ քո պատմությունը, ինձ հեռախոսով ասաց, որ իրեն ծանոթ չէր այս ձևը։ Ասես սա նորարարություն է։ Իսկ երբ որ ես դրեցի ստորի իմ բաժնում, ահա, Instagram-ի, դե գիտես, հետևորդներից բանակը մեծ է, բոլորը սկսեցին արձագանքել ու գրում էին մենք նույնիսկ մեքենա չունենք, մեզ եկել է։ Դե պարզա, ով որ մեքենա չունի, չի արձագանքել, բայց ես բացատրեմ ինչումն է հարցը։ Ես վատ հիշողություն ունեցող մարդ եմ։ Ինչի եմ ես տրվել այդ Սանդրանքին, հեսա ասեմ, այդ զեղծարարության ընդհանրապես չգիտեմ։ Զեղծարարություններ դա թե ինչ էր, ինչի ոնց տրվեցի, ես շատ վատ հիշողություն ունեմ։ Ու երբ որ մոռանում եմ վճարել ակտերը, շատ հաճախ դահակայի անկնում ու երբ եմ հասկանում, որ ընկել է, երբ որ քարտս բլոկավորում է, հասկանում եմ, որ ինչ որ դահակայից այդ քո մոռացության պատճառը չի, իմացած եղել, որ շատ անբարեխիղճ են հատկապես քաղաքապետարանի աշխատողները։ Միգուցե նաև դա ծանոթությունները երբեմն չեն գալիս եւ քեզ միանգամից դահակով քաշում ու որպեսի հանկարծ խուսափեմ տենց բաներից, հենց գալիս է ինձ մոտ նամակ, այդ ճանապարհային ոստիկանություն տելեգրամյան ալիքը որ կա, հենց գալիս է, ես վարքյանական sense բացում եմ ու վճարում եմ, որ հանկարծ հետո մտքից չթռնի։ Նամակ եկավ։ Մի քանի օր առաջ էր, չէ՞, դեպքը եղավ։ Հա, երևի մի շաբաթ մաքսիմում ինձ թվում է։ Նամակ եկավ SMS-ով, մտա երկար բավականին մեծ նամակ է, կարող եմ կարդալ բարձրաձայն, ինքը շատ գրագետ գրված նամակ է։ Մենք նաև էկրանում կպահենք, այո, հա։ Ինքը բավականին sense գրագետ գրված նամակ է։
ճանապարհային ոստիկանություն զգուշացում ձեր տրանսպորտային միջոցի ինչ որ M1-2 ինչ որ կոդ ա գրված, որը որ դե դու հողանգիր ինձ թվում է ոչ մեկ իր տրանսպորտային միջոցի հետ տեղ պասպորտի այսպես ասած կոդը չգիտի։ Եվ որ նայում ես ասում հա երևի էլի եմ որ հեսա հասկանում արձանագրությամբ սահմանված դու գանք անցել է վճարման վերջնաժամկետը, այսինքն սադրանքը տարվում է նրան որ դու մի բան էլ անցել ա եւ եթե դու 24 ժամվա ընթացքում պարտավորությունը չմարելու դեպքում գործը կուղարկվի ԴԱՀԿ, հասկանում ես իրանք նենց են բռնել, որ դու քեզ մի հատ արագ ու դե պատկերացրա ես հապճեպ եւ զգացմունքային, ասում այս լինքով անցեք ու roadpolice.am Պիտի ուշադիր լինենք, հարգելինս, այսպիսի նամակներ կարող եք ստանալ, որը տիպիկ ծանուցման օրինակ է։ Տիպիկ։ Ու այդ roadpolice.am-ը ես սենց ավտոմատ roadpolice.am վերջում գրված է։ Ես սենց չկպնես։ Հա, կոպի եմ անում, դնում եմ այդ դաշտում, բացում եմ ու բացվում է ամբողջությամբ ներքին գործերի նախարարության այդ սայթին, հա մեկին մեկ սայթ, այսինքն եթե դու այդ սայթում երբևիցե վճարում արել ես, դու նույնիսկ կասկած քո մոտ չի առաջանա, որ դա կարող է, իսկ դա մի օրում չի արվել, չէ, դա պարզա չէ, որ ինչ որ բրուտ ատաղծագործներ փոքրիկ չինացիկ չեն նստած ընդ ինչ որ դա սարքում, դա ինչ որ լուրջ IT-շնիկներ են, լուրջ համակարգ ստեղծողներ են, լուրջ նաև համակարգի հետ կապ ունեցող։ Չգիտես, ուզում եմ ասեմ, դա մի օրում չի կարա ինչ որ մի ժամում ստեղծվի ու ես գիտեք ինչի վրա էի զարմանում, ամենայն անկեղծությամբ, երբ որ ես ընտրությունների օրերին լսում էի այդ ձայնագրությունները, որ են ինչ որ տենց ընտրակաշարքների մասին, այո, Սիրանուշ տատը ինչ որ Գուրգեն պապին զանգում ասում է, դե լսում ես, ես քեզ ինչ եմ ասում, հələ էտին բեր, ասում են էտի հաստատ փողն ա ուզում, ես միշտ նստած ամենայն անկեղծ եմ մտածում եմ, այ մարդ, ու մտքով անց է, դե բոլորի հեռախոսները չեն, դե ես իհարկե լավ կարծիք եմ մերոնց մասին, բոլորի հեռախոսները չեն լսում, մտածում եմ Սիրանուշ տատին, պիտի չէ օրինակ դատարան միջնորդություն գնա, որ մենք համարում ենք Սիրանուշ տատին օրինակ ինչ որ հանցագործություն կատարած անձ, որ թույլ տարվի նրան դատարանով իրավունք տրվի գաղտնալսելու։ Ես իսկապես տենց էի կարծում, որտեղ այդպես է իրական օրենքը։ Որովհետև գաղտնալսելու իրավունք միայն դատարանը պիտի իրավունք ունի տալ, այ ու ես մտածում եմ շատ խելոք բան առաջարկեց, որպեսզի դուք կենտրոնանաք։ Հիմա երևի թե քաղաքական այդ բամբասանքները շատ են, դուք անդադ նայում եք թե ինչ է քրեական, ինչ քրեական գործ, ինչ տուգանքներ եւ այլն, բայց հասկացեք, մարդկանց համատարած գաղտնալսել են։ Պետությունը ինքը խոստովանեց, որ գաղտնալսել է այս ամբողջ ընթացքում։ Հա, բայց թույլտվությամբ կամ ստեղծել է մարդկանց մի խումբ, ներմուծել է այդ մարդկանց խմբին, ասենք, ընդդիմության շարքեր, արհեստականորեն բացել են զրույցներ եւ իրենք իրենց ձայնագրել են ու բերել դարձրել են դատարանում։ Ես այդ նույն Սիրանուշ տատի մասը մտածում էի ամենայն անկեղծությամբ, այսինքն ոնց ա եղել, չէ՞, օրինակ, եթե լսում են քաղաքական ինչ որ լուրջ գործ չի, ես հասկանում եմ, օրինակ, դե լավ, օրինակ, ինչ որ կասկածներ կա, հա, օրինակ, ուզում են հանրային գործիչ է գաղտնալսել։ Այո, հանրային գործիչ է, բայց մտածում եմ, օրինակ, ինչ են նստել մտածել, օրինակ այդ օպերը նստել ասել կամ ոնց են գտել Սիրուշ տատին։ Օրինակ, հա, այս ինչ գյուղի Սիրանուշ տատի հեռախոսը մի հատ միջնորդություն գրենք դատարան։ Տա թույլտվություն մի հատ լսենք տենան Գուրգեն պապի հետ։ Հիմա դու մտածում ես, որ այս ճանապարհով են բոլորի հեռախոսների մեջ մտել։ Ինձ այդպես բաներ են լիքը գրել։ Իմ Instagram-ը, եթե ես քեզ այդ օրը բացեմ direct-ը տեսնես նամակներ, մարդիկ գրում են Անայիս ջան, մի բացեք, ձեր հեռախոսը կոտրված է, չեմ գն։ Ես էլ դիմում եմ հարգելի ազգային անվտանգության ծառայողներ, իմ հեռախոսը բաց է, յուրաքանչյուրով կարամ ուղակի ձեզ տրամադրեմ, որ դուք բացեք ինչ-որ բան նայելու, որովհետև ինչ որ կատարվում է իմ կյանքում, դուք ամեն օր տեսնում եք story-ով, ես ոչ մի բան չեմ թաքցնում, ոչ մի բան գաղտնիք չի, իմ հանրային կարծիքն է, իմ համոզմունքները, իմ գործունեությունը, գաղափարները, սկզբունքները եւ ամեն ինչին դուք շատ լավ ծանոթ եք։ Ի վերջո ինչպես քեզ հաջողվեց խուսափել այդ զեղծարարության զոհ դառնալուց եւ ինչքան պիտի վճարեիր, եթե վճարեիր։ Նամակը երբ որ բացեցի գրված էր 24000 դրամ ու ես շատ ողջավորված քանի որ ունեցել եմ ակտեր իսկապես օրինակ կարմիր լույսի տա ներողություն կարմիր գծերի համար կարմիր լույս փարկաստու չէ կարմիր գծերի այդ ակտեն որ 2 րոպե ուշ վճարում մեկ էլ արդեն բան Ավինյան ենք ձեր դուրը ծեծում են աղովի տենց միասին տենց այդտենց այդ կալանք են այո այդտենց ունեցել եմ բայց իրականում ինչ եմ ուզում ասել 24000 դրամներ չէ ամենևին չէ քարտի վրա գումար չկար այսինքն ես ֆուլ պատրաստ էի ամեն
ինչա անելու ու երբ որ քարտի վրա գումար չկար ես մտա նայ բանկերը ունեն ընթացիկ հաշիվ եւ քարտային հաշիվ մտա որ ընթացիկ հաշվից վճարեմ մտածեցի դե որ ընթացիկ եմ մտել արդեն իմ ու բանկս չգովազդեմ բայց Ինեկո բանկային մտածի Ինեկո բանկի մեջ էլ կա չէ այդ հավելվածի մեջ բոլորի մեջ կա այդ մեքենայի տուգանքի վճարումները ավտոմատ բերում ասեցի գնամ այդտեղ մտա տուգանք այդտեղ չկա ու այդտեղ նոր ինձ մոտ հարց առաջացավ բասա ինչ էր հիմա ասածս ինչ անա այսուր ջան ես իսկապես ինձ համարում եմ մեդիագրագետ ազնվորություն ես բավականին երիտասարդ եմ լինելու համար եւ տիրապետում ես բոլոր ժամանակակից գործիքներին նույնը այո դե դու պատկերացրա 40 ես ինքս եմ ինձ ասում այդպես պատկերացրա օրինակ 40-40-անց կին որը որ օրինակի համար շատ տենց իդեպ ուսուցչուհիներն են շատ հաճախ դառնում զո այո որովհետեւ այդ պատասխանատու մարդու համար իսկապես սա օրինակ գրած արդեն դա կա ինքը պատասխանատու օրենքի առաջ պատասխանատու մարդը ինքը ուզում արագ այդ անի վերջացնի դուրս գա այդտեղից բայց դու ինչ ես մտածում դու մտածում ես որ սրանք Հայաստանում ծվարած ինչ որ ժամանակակից IT-շնիկներ են սրանք մարդիկ են որոնք Հայաստանում ծվարած ասենք ուկրաինացի հակերներ են սրանք մարդիկ են որոնք պետական համակարգում տիրապետում են որոշակի անձնական տվյալների եւ կարողանում են իրացնել դրանք իրենց նպատակներով թե սրանք ի վերջո դրամաշորթություն են հենց բանկերի կողմից, որովհետև շատ հետաքրքիր զուգադիպությամբ պատահում են դեպքեր, որ մարդը վարկը ստանում է, հենց վարկը ստանալու պահին կամ հենց այդ գիշեր գումարը քաշում են իր վարկը։ Ոնց կարող ես տրամաբանել էլի։ Ես մասնագետ չեմ այդ մասով չեմ խոսի, ես կուզենամ օրինակ մասնագետներ դրա մասին խոսեմ, բայց ես քո այդ բոլոր հարցադրումներին կոպիտ կպատասխանեմ։ Սրանք վարկածներ են։ Թքած ունեմ, որ վարկածն է լինելու։ Ես ապրում եմ պետության մեջ։ Ես ուզում եմ, որ այնպիսի պետության մեջ ապրեմ, որտեղ ոչ թե ընդդիմադիրների խոսակցությունները այդ ամենայն ճկլասի նստի լսվի դրա մասին, գաղտնալսվի, մանտաժվի եւ պետական համակարգում նստած ուսադիր կրող հարգարժան շատ դեպքերում նաեւ հարգարժան մարդիկ ոչ թե զբաղվեն կավենով, որը որ արվում է այսօր օրինակ Գագիկ Ծառուկյանին նկատի, որտեղ այն ինչ որ արվում է այդ ձեռնաշղթաները չմտնել է։ Իմ համար այդ կավենին համարժեք բան ամենայն անկեղծ։ Ես կուզենամ զբաղվեն այսպես բաներով։ Ու սա ուղակի ծիծաղել է 21-րդ դարում Սիրանու շտատի գաղտնալ զրույցները գաղտնալսել Ուզում ես ասել, որ պետությունը ինքը բավարար միջոցներ չի ներդնում, բավարար ուշադրություն չի դարձնում, անտեսում է, որովհետև թքած ունի sense բաների վրա, որովհետև կա մի մարդ, ով որ հնարավոր է, որ նաև այստեղ կա ինչպես բանները կասեն, ինտերես կա փողի, դրա համար ուշադրություն չեն դարձնում, որովհետև շատ են պնդումները, որ հենց բանկերի հետ կապված կարող են այս սխեմաները գործել եւ այս զեղծարարները։ Իմիջիայլոց քեզ մի նոր բան հիշեցնեմ։ Դու նկատել ես, որ զեղծարարների խմբեր են իբր թե բացահայտվում ու ձերբակալվում եւ նրանցից որևէ մեկի անունը դու երբեք չես կարդամ։ Դե դի որևէ դատարան մտած գործ չես տեսնի։ Որևէ անգամ բաց դեմքով չեն տանի, որ դու տեսնես այդ կասկածյալին կամ հետո երբ որ հաստատվում է մեղադրանքը բայց շատ լավ բան իսկ եթե հարցում անենք որպես օրինակ լրագրող թե ինչ վիճակում են օրինակ տեղափոխում ընդդիմադիրներին եպիսկոպոսներին ոնց են միանգամից հանրային ասում որ ինքը պետական դավաճան կամ չգիտեմ շատ լավ եմ տեսել որտեվ լիքը տեղերում ներկա են եղել ես էլ դու էլ ու իմ համար հիմա հենց այստեղ գոնե իմ մոտ շատ կասկածելի են այս դրվագները մանավանդ ասում են որ հաճախ զեղծարարության զոհ դարձած մարդիկ երբ որ գնում են ու սկսում են բողոքել պետական համակարգում օրինակ իրավապահները ասում են այ մարդ մենք մինչև դրանց գտնենք եւ այլն այսինքն համոզում են որ գործը չշալակեն որովհետեւ չեն կարողանալու բացահայտել այսինքն չեն կարողանալու որովհետեւ տեխնոլոգիաները ինչ են տիրապետում թե չեն կարողանալու որովհետեւ տաբու կա ինչ որտեղ դրած եւ դրանից այն կողմ հնարավոր չի Համենայն դեպս կիբեր հանցագործությունները եւ կիբեր սպառնալիքները մեզ մոտ արդեն դարձել են համարյա ամենօրյա ծանր հանցագործությունների բնույթ կրող բաներ, հա, իրադարձություններ։ Ես իսկապես կարծում եմ, որ ժամանակ չունեն, որովհետեւ այն ինչ որ կատարվում է այսօր ընդդիմադիր դաշտում, ուղակի այդ ամբողջությամբ համակարգը լծված է, բոլորին նեղելու, բոլորին, այո, դրա վրա։ Ու իսկապես եթե ֆիզիկական ժամանակը նայես, մարդկանց երևի թե չի երիքում։ Հարգելի ուսադիր մարդիկ զբաղվեք ձեր գործով։ Իսկ այն մարդկանց ովքեր աստվածչանի կարող են բախտակից դառնալ զեղծարարության զոհ դարձածներին։ Ես կհորդորեմ չմտածեք որ ինպես
հենա մեդիա գրագետ եք ու սխալ երբեք չեք գործի։ Ես իսկապես միշտ ծիծաղացել եմ այդ զեղծարարներին, որ տրվում են այդպես բաների, որտեղ փոխել ես այնպեսի մարդկանց ես իսկապես ես գիտեմ հիվանդանոցներից մեկի փոխտնօրենին, որ նավ բարձրանալուց անցած նախանցած տարի բավականին լուրջ մարդ, պրոֆեսոր մարդ նավ բարձրանալուց տեսնում որ հաշվին գումար չկա, այսինքն մի քանի միլիոն քաշել էին։ Մի քանի օր առաջ իմ բակում է տեղի ունեցել այդ դեպքը, որի ինչ-որ թոշակի կուտակած գումարն էին տարել։ Իդեպ Մատենադարանի փոխտնօրենի մասին մամուլը գրեց բանկերից մեկի հաճախորդը եւ անհետացել էր ամբողջ դրամապանակայով։ Իմ հորդորը եթե դուք հստակ ձեր բանկի, օրինակ նույնիսկ բանկից եթե ստանում եք ինչ-որ մեսեջ հետ զանգարեք բանկ, ծախսեք այդ 1 կամ 2 րոպե ժամանակ։ Իբր բանկ զանգել այդքան հեշտ բան է։ Դե եթե տենց նախ բանկերի այս կյանքում եւ երկրում ամեն ինչը դժվար է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես կարծում եմ ոչ մեկ չի ընկնի այդ ծուղակները, որովհետեւ իսկապես շատ անարդար է լինում։ Շատ անարդար է լինում, այլ հատկապես վատես զգում քեզ, երբ որ գիտես օրինակ մարդը, չգիտեմ, աշխատավարձը ստացել է ու իր կարևոր է 16000 դրամը ինքը ինչ որ կորցրել։ Ես իմիջիալուց գիտեմ մարդկանց, որոնք իրենց դրամապանակներին էլեկտրոնային գումար չեն պահում, կանխիկ ասում են հենց այս զեղծարարությունից խուսափելու։ Իա, բայց մեր բանը ցելոյով մարդ ասելա չի կարելի կանխիկ փող պահել։ Շուտով դաժե թաթիկներից խփելու է ինչ որ փայտիկ։ Որտեվ ընդեղ էլ հանցագործ կուղարկեն։ Չէ, որտեղ որ կասի հաց առնելուց թաթիկույթ խփում են։ Կասի ապացուցի, որ այս ունեցվածքը դու վաստակել ես։ Այո։ Որտեղ մարդիկ 4 դասանում ինչ որ բան են նվեր ստացել, մինչև հիմա դատարաններում քարշ են գալիս։ Այո։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, լինենք անփորձանք։ Զեղծարարությունների թեման շարունակելով ուզում եմ զրուցել իմ տաղավար հրավիրված Արտուր Պապյանի հետ, ողջույն Պապյան։ Բարև ձեզ։ Ինձ թվում է Պապյանին շատերդ հիշում եք Facebook-յան ակտիվ հաղորդագրություններով, Facebook-յան գրառումներով, որովհետև գոնե մեր գործընկերների միջավայրում իրեն դիմողները շատ են։ Արտուրին հաջողվել է վերականգնել հազարավոր ջնջված Facebook-յան էջեր, նաև զեղծարարություններից զերծ պահել մարդկանց, եւ մենք կխոսենք այսօր այս թեմայի շուրջ մի քիչ ավելի խորքային։ Արտուր, քիչ առաջ երբ մենք բանավոր զրույցի մեջ էինք առանց տեսախցիկների, բարձեցի, որ դու տեղյակ չես զեղծարարությունների վերջին տրենդերից, վերջին տրենդը քիչ առաջ իմ հյուրն էր Անահիսը Սարդարյան եւ ինքը պատմեր, թե ինչպես է մի ակնթարթում դարձել զեղծարարության զոհ։ Պարզվում է վերջին հնարավորությունները, որոնք փորձում են կիրառել ու մոլորեցնել մարդկանց, դա վարորդական իրավունքների վրա մարդկանց մեքենաների համարը գրելն է եւ այդ կոպիները ուղարկում են, տարածում են բոլորին։ Մարդիկ դե ավտոմատ կերպով մտածում են, թե իրենք ունեն տուգանքներ, սկսում են վճարել այդ տուգանքների համար։ Հիմա սա զեղծարարության նոր տարբերակ է, որին դեռ մարդիկ պիտի հասցնեն ընտելանալ, բայց դուք ինչքան էլ մարդկանց այսպես իրազեկում եք, ի վերջո այս ալիքը հնարավոր է չի տարածվում ողջ Հայաստանով մեկ։ Մեր լրատվամիջոցները շատ են, սոցցանցերի տեսակները շատ են, չգիտեմ ինչ անել, որպեսզի փրկել մարդկանց։ Իրականում չեմ կարծում որևէ մեկ անհատ անձ կարող է ամեն ինչին հետևել։ Այսօր ալիքները կիբերտիրույթում, ինչպես նաև զեղծարարությունները, որոնք ես ավելի շատ նախընտրում եմ սոցիալական ինժեներիա կոչել, անընդհատ փոխվում են, նորագույն տեխնոլոգիաներ են հանդես եկել եւ այսօր նույնիսկ հանցագործները սկսել են արհեստական բանականության չաթբոտեր օգնել։ Այսինքն շատերը երևի օգտագործել եք ժամանակին Google Translate-ի պես ծրագրեր, որ թարգմանություն են անում եւ եթե հիմա փորձեք թարգմանական որևէ ծրագրից օգտվել, կտեսնեք, որ իրենք անգամներով բարելավել են կամ ուղղակի շատերը տալիս են իր ChatGPT-ներին ինչ-որ տեքստ, ասում են թարգմանի հայերեն։ Ինչի է սա կարևոր։ Երկար ժամանակ Հայաստանում ինչ որ խաբեություններ, սոցիալական ինժեներիայի հարձակումներ չէին հասնում։ Երբ որ սոցիալական ինժեներիա ենք ասում, սովորաբար նկատի ունենք այնպիսի հանցագործություն, որի հիմքում պարզ խարդախությունն է, այսինքն սովորական խարդախությունը, բայց դա իրականացվում է ինտերնետային տեխնոլոգիաների կիրառմամբ եւ հանցագործին գտնելը դժվարանում է դրանով, որտեղ ինքը էկրանի հետևում է, հետո ինչ որ VPN-ների հետևում է, իր հետևից գնաց չես հասնի։ Եվ այդպիսի հանցագործները գործում են անպատժելիորեն, վստահ լինելով, որ իրենց ոչ ոք էլ չի հասնի։ Եվ երկար ժամանակ այդ հարձակումները Հայաստան չէին հասնում, որտեղ լեզվի խնդիր կար։ Հա, որտեղ նայեք, շատերը դեպի օրինակ 90-ականների վերջերից ստացել եք նիգերիացի արքայազններից նամակներ, որոնք ասում են, որ
ես Նիգերիայի կենտրոնական բանկի կնոջից նամակ Մինչև հիմա ստանում ենք։ Ես անձամբ ահռելի շատ նամակներ եմ ստանում, որ ուզում եմ կտակել սրանք ինչ որ մեկին, փողը հանելու համար ինձ $30 ուղարկեք եւ այն։ Դա գալիս էին անգլերեն, հա, ու երբ դան գալիս էին Հայաստան, հայերը կամ չէին հասկանում ինչ, հա, ջնջում էին, կամ դա ասում էին ես ու Նիգերիայի արքայազնը ու ջնջում էին, հա, ու շատ քիչ էին խափում։ Հիմա միշտ բոլորը ասում են, բայց ինչ հույսով են այս նամակները, այս նիգերիացի արքայազնները ուղարկում, հա։ Պարզ ասեմ, իրանց տրանզակցիայի արժեքը այնքան ցածր է, այսինքն իրանցից ինչ է գնում։ Ուղարկում են ենթադրենք 100,000 հատ նամակ, ծրի է իրանց համար, հա, մի հատ կոմպյուտեր է միացրած, լավ 15 դրամի հոսանք ծախսեն, մի 1000 դրամի ժամ։ Մի հարի ֆգնի այդ կարտի վրա, հա, $30 ուղարկի, ինքը իր ժամը ապահովեց։ Երկուսը եղավ արդեն ինքը լավ էլ աշխատում է, հա, պատկերացնում եք։ Հիմա երկար ժամանակ այդ անգլերենի պատճառով, լեզվական սահմանափակման պատճառով, այն պատճառով որ հայերեն ոչ մի բան լավ չէր աշխատում, շատ նաև այն պատճառով որ մենք ուշ ունեցանք սմարթ հեռախոսներ։ Ու ընդհանրապես տեսեք, հանցագործները նաև ուսումնասիրում են այն երկիրը, որը թիրախավորում են, Հայաստանը երկար ժամանակ ցածր եկամուտով երկիր էր, մարդկանց ձեռը փող չկար, հա, բարձ ասած։ Հիմա որ երկիրը անցել է արդեն միջին եկամտով պետություններ, որ մարդկանց ձեռքին գումար է ավելացել, ու մարդիկ մտածում են ոնց փող աշխատենք, ներդրում անենք, այդ փողը չմնա սենց, հա, պտտվի։ Այս իրավիճակում հանցագործներն են արդեն հասկացել, որ նախ այստեղ կարելի է ինչ-որ բան աշխատել եւ Հայաստանի վրա կոնկրետ աշխատող call center-ներ են հայտնվել, այսպես ասած զանգերի կենտրոն։ Դուք այսինքն հակված եք նրան, որ այս հանցագործությունները դրսից են մեզ մոտ ներմուծվում։ Ես տեսնում եմ, որ շատ հաճախ դրսից են եւ նույնիսկ երբ երկրի ներսում են իրենք գործում ունենում են կենտրոններ, հաճախ դա ինչ որ ընդհանուր սխեմայի մասն է։ Ինչու եմ ասում, ուղակի վերացական չեմ հակված։ Հա, այդ ուղղությամբ նաև հաղորդագրություններ են եղել, տեսնում ենք, որ մեր ոստիկանները ճիշտ ասած ինձ մոտ մի քիչ դրանք կասկածելի են թվում, որովհետև Արտուր ջան, մենք ոչ մի անգամ այդ հանցագործների անունները չենք կարդացել։ Տեսեք, մենք տեսել ենք, թե ինչպես են եպիսկոպոսներին մի վայրկյանում նշանակում դարի հանցագործ։ Տեսեք, ես չեմ ասում, բայց տեսեք, այս պարագային ոչ մեկի դեմքը չենք տեսել, անուններ չեն հրապարակվել։ Բռնում են ինչ են անում, այդ չի հարցը։ Նույնիսկ եթե չենք հավատում ոչ մի բառի, բայց տեսնում ենք այդ բռնածը նաև եղել են միջազգային պրես ռիլիզներ, հա, օրինակ ես տեսել եմ մեր Հայաստանի տարածաշրջանի վերաբերելի եղել են պրես ռիլիզներ, օրինակ եղել է 2 տարի առաջ էր 24 թվականին, օրինակ եղավ մեծ այդպիսի գլոբալ ակցիա, որի մեջ նշվում էր, որ նաև որ Հայաստանում են վնասազերծվել ինչ-որ այդպիսի call center-ներ, ամբողջ աշխարհում եղել, Ավստրալիայից սկսած, Միացյալ Նահանգներով վերջացված եւ այնտեղ օրինակ Հայաստանի իշտակվել է։ Այսինքն այդ էի ուզում ասեի, ոնց որ չհասցեցի, երբ որ նույնիսկ մեր մոտ պրես ռիլիզներ եմ կարդում ու օրինակ կասկած ունենանք, որտեվ Հայաստանն չեն հասցնել գործերը։ Մենք ամեն դեպքում տեսնում ենք, որ դրսից էլ կա այդպիսի փաստեր, որոնք ոնց որ համընկնում են, եւ երկրորդ ցանցում ինտերնետի յութում պատտվում են տարբեր այդ խոշոր խմբավորումները, որոնք օրինակ Hive-ը, հա, որը խոշոր արշավ է, որը համակարգչի մեջ հատուկ տիպի վիրուս են դնում, գաղտնագրում են, հետո սկսում են փրկագին պահանջել։ Օրինակ իրենց ընկելա մարդկանց ձեռքը ինտերնետում պատտվում է իրենց այդ ուղեցույցը, որտեղ իրենք ներկայացնում են իրենց կառուցվածքը եւ բացատրում են նոր եկած մարդկանց, թե ոնց պետք է իրանց հետ աշխատել։ Այսինքն գաղտնազերծվել ինչ որ մարդկանց համար, թե ոնց են այս ցանցը ձևավորում։ Իրանցից նեղացածները դուրս արտահոսք են արել ու դա հրապարակային է, ու այնտեղ որ նայեք այդ ոնց են այդ call center-ներն աշխատում։ Հստակ ստրուկտուրա է, ոնց որ բիզնես լինի, ես նույնիսկ երազեի օրինակ մեր պետական մարմինների աջակցության այդ հարթակները այդպիսի կոռեկտությամբ ու մանրամասն ունենան կամ մեր բիզնեսներին, ասենք զանգում ես, շուտ հեռախոս վերցնող չկա, խոսելու ձև չունեն, այնտեղ մանրամասն ոնց հաճախորդի հետ խոսել, ոնց գրավել, հա, ոնց համոզել, հոգեբանական, մարքեթինգի բաժին, իրանց շեֆերով, հա, այս կառուցվածքներով աշխատողներ կան, եւ ելի եմ ասում, նույնիսկ եթե ներհայաստանյան ինչ-որ այդպիսի խմբավորումներ կան, երևում է, որ իրենք սովորում են այդ դրսի, հա, արդեն տարածված այդ ուղեցույցներից ու համակարգերից։ Արդյոք իրանք այդքան անվերահսկելի են եւ այդքան ուժայինների համար աննկատ գործող։ Չէ, աննկատ չեն գործում, ավելին ասեմ, եթե գնաք մեր ինժեներական քաղաքներ, չգիտեմ, այն տեղերը, որտեղ IT ոլորտով ինչ-որ ընկերություններ են,
Օրինակ տարօրինակ է, բազմաթիվ ասիական արտաքինով մարդկանց կտեսնեք ու հարց առաջում ինչ են անում իրենք Հայաստանում, հա, ասենք ինչով են զբաղված։ Կամ կարող տեսնեք հա այսպես, հա, այսինքն ինչ որ հետաքրքրվել եմ ու իմացել եմ, որ օրինակ Հայաստանում գործում են ինչ որ on-line կազինոներ Չինաստանի վրա աշխատող։ Ինչու որտեղ այնտեղ արգելված է Հայաստանում կարելի է, կամ ինչ որ էլի, այսպիսի ինչ որ բաներ են նույնիսկ Հայաստանում գործում եւ եկեք ճիշտ հասկանանք, ենթադրենք Հայաստանում այդ ամբողջը փակվեց։ Ինչ է լինում։ Իրանք գնում են մի հատ ուրիշ երկիր, օրինակ Վրաստան կամ չգիտեմ, Թուրքիա։ Այսինքն որպես հարկատու իրանք մեզ համար շահեկան են, մենք այստեղ տվել ենք հնարավորություն, բայց մենք վստահ ենք, որ իրենք աշխատում են միայն դրսի վրա։ Միգուցե այստեղ մենք վստահ չենք։ Միգուցե այստեղ գեներացնում են նաև տեղեկատվություն։ Իրանք աշխատում են դրսի վրա, անում են ինչ որ գործ։ Օրինակ օրինական ծրագրային ապահովում են ստեղծում։ Թույն է, հա։ Բայց ինքը կոմերցիոն տարածք չեմ կարող հասկանալ ինքը ինչ է անում։ Հետո գուցե իրանք անում են on-line կազինո, գուցե իրանք անում են խարդախություն։ Այդ որպիսի դա լինի, հիմա պետության տեսակետից մեկ եկել է, բիզնես է դրել, փող է ներդրել, մարդկանց աշխատավարձ է տալի, իրենք փող են ծախսում, հարկ են տալի։ Okay, ասենք, եթե իրան ոչ ոք չի անհանգստացնում, ձեռել չի տալու։ Հիմա երբ խնդիրը սկսվում է, երբ պետությունը իմանում է հստակ, որ սրանք հանցագործ գործունեությամբ են զբաղվում։ Պետությունը ինչպես պիտի իմանա։ Ոնց պիտի իմանա։ Պիտի լինեն ինչ որ տեղից տուժողներ, ինչ որ Ինտերպոլներ, ինչ որ Իսկ իրենց ոլորտը հնարավոր չի վերահսկել։ Ինչպես իրենք են մեզ վերահսկում, մենք չունենք այդ գործիքակազմը ԱԾ-ն չունի վերահսկելու կամ մեր հետախուզական ծառայությունը իր Հայաստանի տարածքում գործող բաներին ունի եւ կարող է ունենալ, բայց այստեղ էլ մենք խոսում ենք մի հետաքրքիր դեպքի մասին։ Տեսեք, եթե մի կողմից գուցե մեր մոտ հարց առաջում, ինչի ԱԾ-ն ամեն ինչ չի վերահսկում, մյուս կողմից դա բախվում է մեր անձնական ազատությունների սահմանին։ Այսինքն, որպեսզի ԱԱԾ-ն վերահսկի բոլոր այդպիսի call center-ները, հանցագործ խմբավորումները, ինքը ինչ պետք է անի։ Օրինակ, պետք է պարբերաբար այցելի այս կամ այն բիզնեսին իմանա այդ ինչով են զբաղվում։ Բայց ես եթե ինչ որ փոքրիկ բիզնեսներ տարբեր հիմնելու, աշխատացնելու փորձեր ունեմ, ես շատ նեղվում եմ, երբ որ հանկարծ ինձ մոտ հայտնվում են ինչ որ մարդիկ ներկայում ԱԱԾ-ից ճանապարհ եմ դնում, ներս չեմ թողում, ոչինչ չեմ ասում, որտեվ ես համարում եմ, որ դա իմ ազատությունն է խախտում։ Տեղեկատվական դաշտը վերահսկելու հեռավար կա այդ հնարավորությունը, թե ոչ։ Նույն տիպի մտահոգիչ է, այսինքն մեզ պետք էլ չի, որպեսզի ԱԱԾ-ն քիթը խոթի ամենտեղ ու առհասարակ դա իր գործը չի, այսինքն ես համարում եմ։ Բայց եթե դա ազգային անվտանգության սպառնալիք է, եկեք հասկանանք ինչ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության, եթե ինչ որ չինական call center ստեղ աշխատում է։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ այո, բազմազգ բնակիչներ են արդեն հայտնվել Հայաստանում ու հատկապես Երևանը դարձել է շատ հետաքրքիր խառնազգ քաղաք։ Բայց այս մարդիկ միայն սովորական հետաքրքրություններով չեն այստեղ։ Այո, իրենք հնարավոր է, իրենց երկրում չեն կարողանում բիզնեսը աճեցնել, գալիս են մեր մոտից են հեռավար աճեցնում, բայց հնարավոր է, որ նրանք ունենալով հայ աշխատակիցներ, հենց այստեղ գեներացնում են մեր տեղեկատվական բազան։ Հա, ես այդ հարցը տվեցի, որտեղ ուզում էի ձեզ այտենց փորձել, որ դուք առաջ բերեք։ Մեծ հաշվով մենք ունենք լիքը վտանգներ, երբ որ մեր մոտ call center-ներ աշխատում են։ Վտանգներից մեկը այն է, որ երկիրը կարող է նշվել որպես մի երկիր, որտեղ թույլ են տալիս ազատ գործել կիբերկրիմինալներին, խաբեության կենտրոններին, call center-ներին։ Դա երկրի ընդհանուր ռեպուտացիայի համար վնասակար է։ Մեկ։ Երկրորդ, երբեմն լինում է, որ այդ call center-ների աշխատանքի մեխանիզմն այսպիսին է, օրինակ Հայաստանի վրա աշխատող call center-ները կարող են տեղակայված լինել Ինդոնեզիայում կամ Ռումինիայում։ Իրականում հենց այդպես էլ կա, այսինքն մենք այլ երկրում են տեղակայվում, այլ երկրի վրա են թիրախավորված։ Դեպքեր, երբ որ իրանք աշխատում են այլ երկրում, թիրախավորում են այլ երկիր։ Դա արվում է հենց դրա համար, որpիսի օրինակ Ռումինիայի իշխանությունները մոտիվացիա չունենան դրանց փակելու, ասեն դա ինչ որ օֆիս է, ինչ որ մի քանի հայ կա մեջները, մի քանի ոգել ուրիշ ազգ, եկել են օֆիս են վարձը հարկ են տալի ինձ ինչ, հա, պատկերացնում եք, այսինքն դու դա փակում ես, ուղղակի այդ հարկից է զրկվում, պլյուս դան գնալու են մեծ ուրիշ տեղից անել, է ջանդամ, հա, այսինքն մեծ հաշվով սա է, այսինքն քանի դեռ քեզ ոչինչ չի սպառնում, պետությունը առանձնապես մոտիվացիա չունի, եւ նույնիսկ պետք էլ չի, որ պետությունը քիթը խոթի այս կամ այն բիզնեսի մանրամասներին։ Իսկ ինչ անի, երբ իր ներսում դրա համար պետությունը պիտի անի համագործակցություն, հա, ունենա կապեր համաշխարհային այդ կիբեր հանցագործության դեմ պայքարի այդ տարածքի հետ եւ երբ զգա ահազանգ անպայման գործի։
որպիսի գոնե հրապարակավ ու եթե տեսել եք մեր մոտ այդ կիբերոստիկանություն բավական հրապարակային անում, ասես կռիվ կինոներ բաներ, ու ես համարում եմ, որ դա PR-ի տեսակետից երկրի լավ է, որովհետև ինքը ներկայանում է որպես պետություն, որտեղ չեն հանդուրժում sense բաներ, չեն խրախուսում, բայց մենք գիտենք, որ դա Հայաստանի ներսում կան call center-ներ, դրանք սովորաբար աշխատում են եվրոպական ինչ-որ պետությունների վրա, շատ հաճախ այդտեղ ներգրաված են արտասահմանցիներ, օրինակ Ռուսաստանից Հայաստան եկած ռուսներ եւ ավելին ասեմ, այս ալիքը ավելի շատ մեզ մոտ սկսվեց այն ժամանակ, երբ որ 22 թվականից հետո ինչ-որ պատերազմի ժամանակ, այո, ռուս-ուկրաինական եկան եւ այդ ժամանակ մեզ մոտ այդ ալիքը սկսվեց, հավանաբար այդ նոհ-հաուն ունեցողներ հայտնաբերեցին նոր տարածք, տարածք տեսան, որտեղից կարող են գործել եւ սրա ուղղությամբ ինչ-որ հակազդեցություն կա։ Էլի եմ ասում, ես դեմ եմ իհարկե որ դրանք մեր մոտ գործեն, բայց նաև դեմ եմ որ մեր ածեն հակազդեցությունը, բայց մեզ համար դրանք շատ տեսանելի չեն, բացի այդ PR տեսարաններից, որ մեզ մոտ խնդրեմը ուրիշ բան է, մեզ մոտ խնդրեմը այլ է։ Մերոնք ինչ որ հակազդում են, բայց ես գիտեմ ու ինֆորմացիաներ ունեմ, օդի մեջ չեմ ասում, որ շատ հաճախ Հայաստանում գործող call center-ները աշխատում են այլ երկրների վրա։ Ինձ համար ավելի մտահոգիչ է այլ բան, որ նախ այդ call center-ները որ բռնում են, ինչա կատարվում, այդտեղ էլ բնական է ամեն ինչ པարզ չի, որտեվ եթե դա այլ երկրի քաղաքացի է եւ այլն, հաճախ Հայաստանի դատական համակարգի խնդիրն է իրանց հետ լուծել։ Ինձ համար խնդրեմն ուրիշ է, որ երբ մերոնք հայտնաբերում են կիբեր հանցագործությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, մենք չենք տեսնում բավարար ջանքեր այդ գումարները հետ բերելու քայլեր ձեռնարկելու որպես ուսումնասիրեն, հա, ինչ որ խոշոր դեպքերում գուցե հակազդում են, բայց ես բազմաթիվ դեպքեր կա որ մարդկանց ուղղորդել եմ, ասեմ գնացեք ոստիկանություն, դիմեք ճիշտը դա է։ Խուսափում են, ես հետո մարդիկ ինձ գրում են, ասում են դե մեզ համոզում են, մի գրեք, մի լրացրեք, որտեվ դա իրանց համար բարդ է։ Պիտի օդը բացեն, գործիքակազմը խնդրեմային է եւ դրա համար եմ ես ասում։ Այդ նշանակում է, որ մենք չունենք նաեւ մասնագիտական խմբեր, այսինքն բավարար ռեսուրս։ Այո, այս դարաշրջանի այս մարտահրավերներին դիմակայելու համար մենք պիտի հատուկ վարչի ոչ թե գվարդիաներ ստեղծենք, այլ մենք ունենք, հա, հենց այդ է, մենք ունենք տասնյակ հազար, 16000 թե ինչ թվեր եմ լսել։ Պարեկապահական գվարդիա այսպիսի զորքեր ունեն։ Բայց քաղաքը ասենք այս վիճակում է։ Էդ է մի կողմ, ասենք այդ ուղղությամբ այդքան մարդկային կապիտալ ռեսուրս ենք դրել, իսկ կիբեր տիրույթում, որտեղ հիմա տեղափոխում ենք բոլորի փողերը, բոլորին համոզում ենք էլեկտրոնային վճար քարտ բանկ, բայց կիբեր տիրույթում արդյոք հատկացնում ենք բավարար ռեսուրս, որ մենք ունենանք կիբեր ոստիկանական ստորաբաժանումներ բոլոր ոստիկանության բաժանումները։ Այդպիսի ստորաբաժանում չի ավելացել։ Ունենք բավարար գիտելիք, գործիքներ, հիմա մեր ոստիկանություն պիտի տառացիորեն հաքերներ աշխատեին, հասկանում եք, որոնք կարողանում են օսին տանել, հա, բաց աղբյուրներից հետազոտություններ անել, հայտնաբերել, գտնել այս կամ այն քաղաքացուն որտեղից ով խաբեց, որ դրա հիման վրա ձևակերպեն հայցեր, դրանցով դիմեն այդ պետություններին, ասեն այս կամ այն բանը Ռումինիայում, Ինդոնեզիայում վնասազերծ է։ Բայց չկան այդ ստորաբաժանումները չկան։ Այսինքն, եթե Ինդոնեզիայում չեն ստանում դիմում, ասում են դե call center-ը իր համար բզբա, ես ինչ գիտեմ ինչ են անում։ Դիմում ինչև չստանան, ինչի պիտի ինչ-որ բան ան։ Հենց որ իսկ դիմում տվողը ով պիտի լինի մեր մոտ տուժածների հետ շփվող ոստիկանությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Պապյան ջան, բայց պետական համակարգի աշխատողը ինքն է նաև շատ հաճախ հայտնվում թիրախում։ Օրինակ վերջին թարմ տեղեկատվությունը, որ ես ստացել եմ, դա ՊԵԿ-ի իրավաբանության բաժնի թե վարչության աշխատակիցներից մեկն է, ով գնումների ժամանակ պարզում է 1.400.000 դրամի իր անունից գնում է արվել զիգզագից։ Ամռանը, այս ամռանը 2 ամիս կամ 1 ամիս առաջ ես տեղեկացա, որ Թատերական ինստիտուտի պրոռեկտորի անունից է զանգեր հնչել WhatsApp-ով, զանգեր են եղել դասախոսներին եւ այսպես ստուգողական բաներ, որպեսզի նորից գումար շորթեն։ Ու իդեպ ասում են ոնց որ թե հաջողել են շորթել։ Նաև տարօրինակ են դեպքերը, որ հիվանդանոցներում են այդ կիբերհանցագործները արդեն սևեռվել, հիվանդանոցներում շարժող մեծ փողեր կա, այնտեղից են փորձում գողանալ բժշկական կենտրոններ։ Հիմա այս ամեն ինչի դեմ կազմակերպությունը անհատը ինքը իրեն պիտի պաշտպանի ու ձեր պատկերացմամբ եւ ընդհանուր առմամբ մեր մեծ պրակտիկայում, հա, աշխարհում ընդունված պրակտիկայում, մեր մակարդակի զարգացածության մակարդակի պետություններում ինչպես է արվում, քաղաքացուն ընդհանրապես հորդորում է ոստիկանությունը, ինքը սկսում է ինքնապաշտպանվել, ինտելեկտուալ կարողությունները մեծացնել, որպեսզի զգույշ լինի, լինկեր, զանգեր եւ այլն։ Ի վերջո դրանք ձայներով նմանեցած զանգեր են։
Ինչքան ոնց կարա մարդը զգույշ լինի, ասենք, չգիտեմ, էլի, մարդու քաղաքացու եւ կազմակերպության վրա, թե պետության վրա է անվտանգության հարցը այլ երկրներում։ Տեսեք, երկու ծայրահեղություն կամ բանկերը իրենք իրենց պիտի պաշտպանեն։ Այդ հարցը շատ պարզ է, տեսեք, էլի եմ ասում, երկու ծայրահեղություն կա։ Մի ծայրահեղությունը, երբ դու ունես, այսպես ասած, դայակ պետություն, հա, այսինքն սովետական միությունը հենց այդպիսի պետություն էր, երբ որ պետությունը ամեն ինչ վերահսկում էր, հա, դայակի դեր էր խաղում, ինքը քեզի գործեր տեղավորում, ուղարկում էր աշխատելու, եթե չէիր ուզում աշխատել, ոստիկանը գալի հարցնում, սկսում էր այդ ճնշել, որ խիքել գնա գործի տեղավորվի, հա, դա մի ծայրահեղություն։ Չինաստանը այդպիսի պետություն է, այսինքն դու փողոցը սխալ տեղով անցար, քո ռեյտինգը գնում է, կարող խանութում գնաս, քարտը չաշխատի։ Մենք կարող ենք ընտրել այդ ճանապարհը, կա եւ դրա կա հակառակը, այսպես ասած, ոչինչ չանող պետություն, հա, laissez-faire, հա։ Սրա օրինակ Միացյալ Նահանգները, որտեղ նույնիսկ ֆեդերալ ոստիկանությունը ամեն տեղ չի մտնում, այսինքն կոնկրետ քաղաքը կամ նույնիսկ կոնկրետ թաղամասը ինքը իր ոստիկանին անդրում, շերիֆ ասած, ու նրա վրա է պարտավորությունը մի բան էլ տեղի հարկերից էլ այդ ոստիկանը վճարվում է, այսինքն հնարավորինս ապա կենտրոնացված է։ Հայաստանը դրա ինչ որ միջին մոդել է, մեր մոտ խնդիրներից մեկը այն է, որ մարդիկ եկել են սովետական հարությունից, հետո էլ օրինակ էս ԵԱՏՄ եւ այն այս համակարգում մեկը այդ դայակ պետության կոնցեպտը կա, որ պետությունը ամեն ինչի պատասխանատուն է եւ ամեն ինչի վերահսկող է։ Ու մենք պիտի մեր համար որոշենք, մենք ուզում ենք, որ օրինակ պետությունը արգելի VPN-ները, պետությունը չթողնի WhatsApp-ը լինի, սա այս տիպի մենակ Max-ով օգտվեն, որպեսզի պետությունը բոլոր հաղորդագրությունները կարդա ու կարողանա բոլոր հանցագործներին բռնել։ Բայց հիմա էլ է կարդում։ Չէ, տեսեք։ Ընտրությունների առիթով այնց մարդիկ են ձերբակալվել, մտածում ես համատարած պրասուշկա է։ Այդ պիտի խոսենք դեռ, բայց լոգիկան էս է։ Հա, տեսեք, Ռուսաստանում ինչ է։ Instagram արգելվել է, Facebook արգելվել է, VPN-ները հերթով փակում են։ Այդ արվում է նրա համար, որպեսզի պետությունը հստակ տեսանելիություն ունենա ամեն ինչի, կարողանա ամեն ինչին հակազդել։ Կամ Չինաստանում, ուրեմն դու պիտի WeChat ունենաս, ուրիշ ոչ մի բան։ Նույնիսկ արաբական պետությունները։ Դե հիմա մենք էլ իմեյլ կոդ ենք։ Եկեք որոշենք, հա, այսինքն մենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ մեր մոտ լինի այդ արգելքները ու պետությունը այդ արգելքների շրջանակում կարողանա ամեն ինչին հակազդել, թե ընդհակառակը մենք մարդկանց պատասխանատվությունն ենք բարձրացնում, ասում ենք ախպեր, քարը ձեր գլուխը, դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Երկու ծայրահեղություն է, ես չեմ ասում մենք պիտի ընտրենք այս կամ այն։ Այսինքն եթե ես ունեմ պետություն եւ կառավարություն եւ ընդհանրապես ես իմ հարկերով պահում եմ ինչ-որ մարդկանց, այդ մարդիկ պիտի իրենց աշխատանքի մեջ լիազորությունից օգտվել ինձ պաշտպանեն։ Հա, ես կողմ եմ ոչ թե միջին, բան չեմ ասում։ Ճանապարհ անցնելուց այո, ես պիտի չընկնեմ մեքենայի տակ, բայց մենք պիտի որոշենք դա, ու այդ որոշումը ոնց է կայացվելու։ Այդ որոշումը կայացվում է քաղաքացիների պահանջներով, քաղաքացիների ընտրություններով, ներկայացված քաղաքական օրակարգով։ Հիմա ցավոք սրտի ես չեմ տեսել մի քաղաքական ուժ, որ կա ասի մեր ոստիկանությանը պետք է այսենց ռեֆորմներ։ Ոչ մեկ տենց արման մասին չի խոսում։ Բոլորը գալիս են, ասեն, էսի հրեշա, էսի ազգի դավաճան, դրանով ենք պրծնում։ Ոչ մեկը խորը չի բարձրացնում այս հարցերը։ Լավ, ջանդամ, ասենք այդ համապետական ընտրությունները հասկանում ենք սպეციფիկա ունեն, եկեք խոսենք գոնե համայնքային։ Մենք ընտրություններից, հա, մենք դիմաց ունենք տեղական ընտրություններ։ Երևանից մարդիկ այս հարցերը բարձրացնել, ասել Ժորժ ջան, կարա կնենց անեք, որ մեր, չգիտեմ, մեր մարզային այս քաղաքում կամ այս գյուղում, այս համայնքում ոստիկանությունը այս հարցը լուծի, հա։ Ժորժ, եթե քաղաքական գործիչները չեն բարձրացնում այդ հարցը, գոնե մարդիկ պիտի այդ պահանջը դնեն, ասեն ախպեր, փող դրեք մեր համար այս խնդիրը լուծեք։ Բայց կներեք, հիմա օրինակ ես եւ դուք բարձրացնում ենք այդ հարցը եւ բարբերաբար մամուլը այս խնդիրը արծարծում է, այսինքն արդեն իսկ արծարծելով փորձագետները ռիսկերը ներկայացնելով պետության առաջադրանք տալիս են Արտուր ջան։ Այո, ես համաձայն եմ ու շատ եւ պետությունը ձեզ հիշեցնեմ, սիրելիս, մենք ունենք մի քանի վերահսկողական ծառայություն, կարծեմ մի 5-6 վերահսկողական ունենք, այդ թվում ունենք արտաքին հետախուզական ծառայություն եւ ազգային անվտանգության ծառայություն։ Մենք բավականին շատ վերահսկող կառույցներ ունենք իրենց մանդատով։ Այո, եւ իրանք նույնիսկ մանդատ ունեն ինչ-որ բաներ կարողանա լսելու, ցմփոր ջաջաները չեն որ չհասկանան։ Այսօր ճկուն պրագմինուտի ջահելներ են։ Այո, որ մեր մոտ հաճախ այդ նույն վերահսկողական ծառայությունները ոչ թե ըստ նշանակության են գործում, այլ քաղաքական նպատակահարմարության, այսինքն օրենքները կան, ոնց որ, բայց չեն գնա
մի թոշակառու կնոջում խապել են փողերը ձեռից տալին, իր հարցով զբաղվող չի լինի, բայց հանկարծ մի քաղաքական, մի, չգիտեմ, օլիգարխ իրանց ոչ հաճո մի բան ասի, հաջորդ օրը արիոսներից սկսած աղին բռնելու են սատկացնեն, հա։ Այսինքն այս պատմությունը մեզ ցույց է տալի ինչ խնդիրներ մենք ունենք, նրանք համակարգային են։ Կամ էլ դու պիտի այնքան շատ ռեսուրս դրած ունենաս այդ վերահսկողական ծառայությունների մեջ, որ ամեն անեն, ամեն էդի այդ դրանք նորից դառնում են Ռուսաստան կամ Չինաստան, այս ծայրահեղություններն, հա։ Ամեն դեպքում ես համարում եմ, որ այս խնդիրը տեսեք, մենք ունենք հազարավոր արդեն տուժածներ։ Այդ մարդիկ կենտրոնական բանկի ձեռ շատ ինձ կարող եք նաև դրվագներ պատմել, դրանով մենք փորձենք որպես օրինակ մարդկանց ուշադրությունը գրավել։ Սա այն թեման է, որ տարիքային բոլոր սեգմենտներին եւ սոցիալական բոլոր շերտերին հետաքրքրող է։ Խնդրում եմ երկու դրվագով պատմեք։ Դրվագներից պատմեմ, որ նայեք, մի քանիսի դեպքում նույնիսկ հակազդեցություն կա կամ տուժածներ կան, օրինակ տարեց մի կին թոշակառու, թորնիկը եկել ասելա տատի, ասենց հետաշքիր բան եմ հայտնաբերել, $100 գումար եմ դնում ու տես։ Իսկ հայտնաբերել են սրանով հարգելես, այո, որ գովազդա տես Instagram-ում, տես նայ արդեն փողը դրել եմ մի քիչ, 40,000 դրամ եմ սարքել, դոլար դրել եմ, կրիպտոյով վաճել է, դարել արդեն $300։ Դե տատին ինչ կլինի, կարող է ինձ մի քիչ էլ օգնես, շատ ասնեմ։ Տատին որոշել է թորանն օգնի ու ներքաշվել այս պատմության մեջ, ասենք դրել է 500,000 դրամ, հետո ամբողջ իր խնայողություններն ա դրել 2-3 միլիոն, հա, մենք տեսել ենք հեռուստատեսությամբ ցույց էին անում, մի կին ասում էր $180,000 փող եմ դրել, իրականում ինքը այդքան չի դրել, իրականում այդ նկարած թվերն է, այդ համակարգը, խաբեության հարտակը, որի մեջ ներքաշեն, ուղղակի թվեր է նկարում։ Այսինքն քեզ գայթակղում է, ասում եք, ինքը ռեալ 20-30,000 դրել է, հաստատ, առնվազն մի այդպիսի դեպքեր տեսել ենք։ Նաև տեսնում ենք այլ դեպքեր, երբ որ ու այստեղ ավելի շատ իրավապահները գործ ունեն անում, օրինակ զանգ է գալիս ու գրվում է հայկական բանկերից մեկի անունը, այդպիսի տարբեր բանկեր անուններ եղել է, ու զանգ է գալի, ասում են մենք այս ինչ բանկի անվտանգության ծառայությունից ենք, հենց նոր ձեր անունով վարկա ձևակերպվել եւ դա խաբեության սխեման է սկսվում, հա, պատկերացնում եք, հենց այդպես ներքաշում են վարկա ձևակերպվել 600,000 դրամի, մենք հավելյալ անվտանգության ստուգում ենք անում, որպեսզի հասկանանք դուք եք դիմել թե ոչ եւ արդյոք այս փողը վճարել։ Եվ սկսում են քեզ հարցեր տալ, քո տվյալներից։ Դե մարդը լեղաճակ, ոնց, ես բան չեմ արել, բան, ասում ոնց դուք չեք արել, մենք պետք է հավելյալ ստուգում անենք, հիմա մենք կոդ կուղարկենք, որ համոզվեք դուք եք, ու ուղարկում են կոդ։ Իրականում հետևում ինչա կատարվում, իրանք հենց այդ ժամանակ մտել են բանկի հավելված ու փորձում են ձեր տեղը լոգինվել։ Հետո ասեն, այս կոդը ասեք, որ համոզվենք հաստատ դուք եք, ու այդ SMS-ում գրած է, այս կոդը երրորդ անձանց չտակ, ոչ մեկին չասեք, բայց մարդը էմոցիոնալ վիճակի մեջ է։ Իմիջիայլոց ես այսպիսի դեպքով ոչ մեկին չեմ մեղադրում եւ որովհետեւ ուղակի կատարելության են հասցված այս մեխանիզմները։ Զեղծարարները իրենք քեզ հոգեբանորեն կարողանում են ճնշել, ես հիշում եմ այն դեպքերը, որ ասում են երեխայիդ մեքենայի տակ են գցել, էս ինչի վանդամ ասում են։ Հիմա զանգում են նոր հիմիկվա շատ տարածված սխեմաներից մեկը, զանգում են, գալիս է միջած ֆրանսիական համարներից էս վերջերս անընդհատ, տարածություն 2 օր առաջ հենց ինձ են նույնիսկ զանգել, խոսում են ռուսերենով, ասում են, որ մենք էս ինչ օպերատորից են, տարբեր օպերատորներով եւ մեր, ինչպես գիտեք, մեր ցանցը անցում է կատարում 5G համակարգի եւ որպիսի ձեր հեռախոսը վաղվանից չդադարի գործել ու դուք պատկերացնում եք մարդուն ասում են վաղը քո հեռախոսը չի աշխատում ինֆարկտ կստանա հեռախոսով տոյլ տրանսպորտ առևտուր, ամեն ինչ մեջն է։ Ստացվում է, որ մարդը ինքը կարող է ցանկացած բանի ոչ մեկ ապահովար գրված չի, ոչ ինտելեկտուալ։ Հետ խոսում եք, այդ մարդիկ սկի չեն հիշում իրանց ինչ են ասել։ Որտեւ էմոցիոնալ իրանց համոզել են, ասել են մենք հիմա WhatsApp-ի են զանգը տեղափոխում, որտեվ այնտեղ screen sharing կա, այսին հանցագործը կարող է տեսնել ձեր էկրանը։ Հետո ասում են, եկեք միասին մենք ձեզ կօգնենք կարգավորումներ տակ։ Այստեղ հա ասեք, ստե ձեր PIN կոդը հավաքեք, հա։ Եվ մարդիկ Իսկ այդ հայերեն խոսքը հուշում է, որ ինքը տեղից է, թե էլի կարող են տրանսլյացիաներ անել եւ կարող են արհեստական բանականությամբ էլ սարքել եւ այն որ մի հատ նկարագրում եք որ անունով անում են նույնիսկ իմ անունից էին համալսարանի պրոռեկտորը որ իմ անունից սարքել էին ձեր անունից իմ նկարով WhatsApp-ին Միկա Բադալյանի անունից էլ էին սարքել փողային հավաքել եւ այստեղ ադրեցի այդ տարբեր պետական պաշտոնյաներ հասարակական քաղաքական գործիչներ մենք այսպիսի պայմաններում կարող ենք վստահ լինել որ պաշտպանված է ամբողջովին պաշտպանված է մեր պետական գանձարանը չմոռանանք որ պետական կայքերը, նույնիսկ ազգային անվտանգության կայքը կոտրեցին ադրբեջանցիները պատերազմական օրերին եւ հակաքարոզչություն էին իրականացնում։
Տեսեք, իրականում ես այդքան էլ արդյունավետ չեմ համարում այդ թեմայով շատ sense խոսելը, որտեվ ծանոթ չեմ դրա նախ ծանոթ չեմ անվտանգության ու ոչ գործիքներին։ ոք ծանոթ չի, երկրորդ եթե նույնիսկ ծանոթ լինեի, երևի հրապարակային այս թեմանով խոսելը այդքան էլ օգտակար չի, բայց մենք գիտենք փաստեր, գիտենք որ օրինակ 20 թվականին այդ 44 օրյայի օրերին ինչ ասես կոտրվել է մեր մոտ սեպտեմբերի 27-ին ուղղակի 90 լրատվական կայքեր, ասենք անհասանելի դարձան 1-2 օրվա ընթացքում հրապարակվեց պետական Մալբերի համակարգից արտացված մեծ ծավալի տվյալներ զինվորականների, նույնիսկ ԱԱՑ-ի աշխատողների ինչ-որ տվյալներ էին հրապարակվում կամ կոവിഡ്ի ժամանակ, հիշում եք այդ կոവിഡ്ի օրերին, այդ տարին ահավոր տարիներ ինչած արտահոսում էին մարդկանց անձնական տվյալներ այն դեպքում, երբ որ այդ ժամանակ հիշում եք շատ թշնամաբար էին մարդիկ վերաբերում, մուտքերում տան գրում էին ստեղից գնացեք վիրուսնի, այս պատմությունները, սա մեզ ոչ մի ուրախ բանի չի հանգեցնում, այսինքն մենք տեսնում ենք, որ պետությունը ցածր կարողություններ ունի անձնական տվյալների պաշտպանության, իր տվյալների պաշտպանության ուղղությամբ եւ պետական գանձան ասված ինչա, պահոստային ռեսուրս ասացի ինչա, մեծ հաշվով ոսկին ամբողջությամբ արդեն վաճառված է, այսինքն հիմնականում մեր պետական այդ գումարային տրամաշրջանությունը դա թիվ է Պահոստային ֆոնդը ջանդամ հիմնականում դա ինչ-որ թվեր է, ինչ-որ տվյալների բազաներ է։ Եվ եթե այդ բազաները վնասվեն, խափանվեն, ինչ-որ մեկը գողանա, շատ դժվար է լինելու դրա հետագծելիությունը պաշտպանել։ Հիմա ավելի մտահոգիչը նույնիսկ այդ չի, հա, պատերազմները ինչ ասես եղել է, լավ հիմա հասկացանք։ Ինձ ավելի մտահոգում է այն, որ մենք այդպես էլ հանրային չենք իմացել, արդյոք դա հետաքննվել է, ովքեր են պատժվել, արդյոք նրանք ովքեր պիտի պատժվեին, պատիժ են կրել, աշխատանքից հեռացվել են, արդյոք ինֆորմացիոն արտահոսքերի մասն է խոսքը անձնական ինֆորմացիոն արտահոսքների, տվյալների արտահոսքերի։ Մենք առանց ադրբեջանցիները կոտրել լցրել են կառավարության ինչ-որ չքննարկվող հարցերով ինչ-որ բաներ, տվյալների շտեմարաններ կա։ Հրապարակել են բոլոր ընտրողների տվյալների բազա, հա, հրապարակել ավտոմեքենաների պետհամարանիշների բազա։ Այդ ամբողջ ինֆորմացիան շատ կարևոր է, ավելին ասեմ, դրանից հետո նույնպես մենք կտրուկ աճ տեսանք սոցիալական ինժեներիայի հարձակումների, որովհետև այդ տվյալները վաճառվում են կամ շրջանառվում են հանցագործների մոտ, եւ ուրիշ բանա քեզ նիգերիացի արքայազնը, որի մասին շատ խոսեցինք արդեն այսօր ականջուկան չի։ Ուրիշ բանա մեկը զանգի ասի ես նիգերիացի արքայազն եմ, ուրիշ բանա մեկը ձեզ նամակ գրի ձեր տվյալների իմանալով, ասի դուք էս ինչ քաղաքացին եք, էս ինչ հասցեով եք բնակվում, սա ձեր անձնագրի համարն է, սա ձեր թիվն է, էս են մարդն է, էս ձեր մեքենայի պետհամարանիշն է ու խնդրեմ, ահա ձեզ էս ինչ բանը։ Ես ձեզ ավելի տխուր բաներ կասեմ, մենք ունենք քրեական գործեր, որ մարդը իր տան մեջ նստած է, բայց իր տան վերաբերյալ արվել է գործարք հեռավար։ Այսինքն տունը վաճառվել է եւ կա նոր սեփականատերը, ինչի մասին ինքը չգիտի։ Մենք այդպիսի քրեական գործեր ունենք։ Եվ պետությունը ինքը երբ որ բոլորիս մտցնում է քարտային համակարգ, ասում է գնացեք վճարումները պիտի օթում թափառող փողեր չլինեն, պիտի վերահսկվեն այս գումարները։ Անկամ մենք QR կոդով ենք, չէ, ապարատից օգտվելուց մուծումներ անելուց մենք QR կոդով ենք արդեն հաստատում։ Նույնիսկ այս դեպքում կամ email կոդի ներդրման, որը 27-ին փաստորեն պիտի հունվարի 1-ից արդեն գործի այս վերահսկելիության գործոնը։ Սրանք չեն պաշտպանելու մեզ լրացուցիչ անգամ, սրանք մեզ ավելի անվտանգ չեն դարձնելու։ Ես լուծումը, ինչ որ արդեն խոսեցինք այս մասին մի փոքր, բայց կրկին լուծումը տեսնում եմ հետևյալում։ Մենք պիտի կտրուկ ռեսուրսները ավելացնենք կիբերտիրույթի պաշտպանության։ Եվ նոր մասնագետներ ներգրավենք ու նոր ստորաբաժանումներ պիտի բացվեն։ Ռեսուրսը հենց դա է, այսինքն եթե չկա փող, եթե չկա ռեսուրս, եթե չկա նոր տեխնոլոգիաներ, լավ մասնագետներ չեն գնում։ Մենք խնդրեմ ունենք, հասկանանք, նայեք, մենք IT ոլորտին տալիս ենք արտոնություններ, հա, հարկերը ցածր են վճարում եւ այս պետական ոլորտի աշխատողը նույն IT-շնիկը, սենց ասած, ինքը գիտի, որ պետական գնաց իր հարկերը այսքան պավելու է, չգիտեմ, աշխատավարձը այսքան է լինելու, իսկ գնաց IT կամպանիա կրկնակի երակի փող է ստանալու։ Բնական է, որ IT-շնիկը նախընտրելու է գնա մասնավոր սեկտոր եւ ոչ թե պետության համար։ Եթե մնաց ինչ որ պետական համակարգում, այտենց փորձելու է կողքի ծիրիկունները գնալ Լևի Գորձանի, կպահ որ իրոք կտուշի պետությունը ինստիտուտներով։ Իհարկե այդ պետությունը որտեվ ունենալու է արդյունքը։ Հիմա մենք մեծագույն խնդիր ունենք։ Այսինքն ժամշուտ պիտի մտածի պետությունը այս գործիքակազմերի մասին։ Պետություն պիտի այդ գործիքակազմը ներմուծի, լավ է որ մենք գոնե անցած տարի ուշացումով ունեցանք կիբերանվտանգության մասին օրենք, ինչ որ նոր մարմին է ստեղծում, բայց վատա որ այդ ռեֆորմների արագությունը իմ կարծիքով շատ դանդաղ է, այսինքն անցած դեկտեմբերին ընդունվել է
այս օրենքը դեռևս ամեն ինչ չի կիրառվել, դեռ 2 տարի է տևելու այս ամբողջ տրանզիալ Եվ փոփոխության չի ենթարկվել անձնական տվյալների մասին օրենքը։ Այո, եւ պիտի դեռ հասկանանք ուր է այս ամբողջ ռեֆորմը շարժվում, արդյոք շարժումը չի շարժվում, որտեվ այստեղ որոշակի պարտադրանքներ էլ կան, այսինքն մենք նաեւ քան որ միջպետական ինչ-որ բաներ ունենք, նույն Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ, այս բոլոր կոնվենցիաներն էլ պիտի հաշվի առնվի, որտեղ ուր ինչ ուղղությամբ ենք շարժվում եւ ամեն դեպքում կարծում եմ արագությունը բավարար չի, որտեվ առցանց կյանքը այնքան արագ է գնում, հա, այնպիսի տեկտոնիկ փոփոխություններ, ամ նաև այս արհեստական բանականության ի հայտ գալով հարձակումների որակն, արագությունն ու տեմպն է կատարվում։ Մյուս կողմից մենք ունենում ենք ինչ որ անհայտ մարդկանց նշանակումներ շատ կարևոր ոլորտներում, շատ կարևոր կառույցներում ղեկավար կազմ, որտեղ ասենք կարող է ընտրությունից ընտրություն չէ, նույնիսկ մենք չունենք հաստիկ բացի աղքից եւ վարչապետից, որ մարդ է փոխվել։ Այդ երկու հաստիկներն են, որ չեն փոխվում։ Մնացած դեպքերում 5 տարվա մեջ 7-8 ղեկավար մարդ է փոխվել, իսկ նրանք նշանակում են, որ հասանելիություն են ունեցել այդ բազաներին եւ այդ բազաներից հետո կարող է մարդը գնա դառնա սովորական մեկը կամ չգիտեմ խոպանչի եւ այդ անձնական տվյալներին փաստորեն տիրապետի։ Մենք համենայն դեպս սոցիալի պարագայում այդպիսի չար փորձ ունենք, որ սոցիալ-ծառայության պետ է նշանակվել մարդիկ, որոնք այսօր չգիտեմ, որ դաշտերում են քայլում։ Տեսեք, ես դա այդքան էլ իմ էքսպերտիզան չի, ես չեմ սիրում մտնել ոլորտ, բայց այնտեղ կա անձնական տվյալների բազա, որը ահռելի բազա է եւ որը կարծիքով այստեղ էական է, որպեսզի մենք ստեղծենք անհրաժեշտ ինստիտուտներ, հա, խնդիրներ, էլի առիթներ ա եղել։ Օրինակ այդ տեսախցիկների մասին օրինագիծ էին փորձում առաջ մղել, ու իմ խնդիրը նույնիսկ մարդկանց հետ չէր կապված, որտեղ նույնիսկ եթե սուրբը լինի ինչ-որ պաշտոնում, ես չեմ ուզում իր չեմ սրբության վրա դնեմ, հա, հույսը։ Ինձ անհրաժեշտ է, որպեսզի ես համոզված լինեմ, որ այդ մուտքերը լոգավորվում են, ամեն պատահական մարդ չի կարող մտնել դուրս գալ, պաշտպանական համակարգերը բարձր մակարդակի վրա են, որ կա համապատասխան գործիքակազմ ունեցող իրավապահ համակարգ։ Դե պիտի պետական ինստիտուտներ իրանք աշխատեն։ Դա է իմ լուծումը, այսինքն դրա համար ես նույնիսկ մարդկանց մասին չեմ էլ մտածում, ինձ համար խնդիրը արդյոք կան ու ստեղծվում են այդ ինստիտուտները, արդյոք իրենք բավարար արագությամբ են արվում։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք խոսեցինք զեղծարարության մասին, մենք խոսեցինք դրամաշորթման դեպքերի։ Իհարկե բազմաթիվ ու բազմաժանրային այդ դեպքերը դուք կարող եք նույնիսկ ձեր միջավայրում հազարամյա տարբերակների հանդիպել։ Միայն մեզ մնում է ձեզ հուշել, հիշեցնել, որ պետք է ամենայն նրբանկատությամբ հետևել ձեր հեռախոսներին, զգույշ եղեք եւ երեխաներին քիչ տրամադրեք, որովհետեւ նույնիսկ խաղերի միջոցով կարող են երեխաների միջոցով ներգրավել ձեզ այդ հանցավոր խմբերի մեջ եւ դրամաշորթման դեպքեր գրանցվեն։ Շնորհակալ եմ Արտուր ջան շատ հետաքրքիր զրույցի համար։ Դա Աստված, որ մեր հաջորդ զրույցին մենք արդեն պետական ինստիտուտների այդ ընկալումների եւ մոտեցումների մասին խոսենք որպես ստեղծված գործիքներ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սա թեմա է, որը վերաբերում է յուրաքանչյուրիս, քանի որ կիբերհանցագործները զոհին ընտրելիս չեն տարբերակում նրա մասնագիտական կողմնորոշումները, նրա սոցիալական դիրքը, պաշտոնը կամ տարիքը։ Ուստի խնդրում եմ, լինեք հետևողական, լինեք շատ զգոն եւ ուշադիր եւ հույսներդ մի դրեք պետության վրա, քանի դեռ պետությունը չի ստեղծել ինստիտուցիոնալ համակարգ այս ժամանակակից մարտահրավերներին դիմադրելու եւ դիմակայելու համար։ Իսկ մեր անվտանգությունը առայժմ փաստորեն կախված է միմիայն մեզնից, մեր գիտակցությունից եւ սթափությունից։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար եւ հիշեցնեմ, պիտի բաժանորդագրվեք Anti-Fake-ին YouTube-յան ալիքին, որպեսզի տարածենք այս հաղորդումը եւ ավելի շատ մարդկանց ներգրավվենք եւ որպես հետևորդ եւ որպես իրենց խնդիրները ներկայացնելու միջոց։